Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 19-ն է ու այսօրվա մեր հաղորդումը հիմնականում առաջարկում եմ նվիրել միջազգային կարևոր իրադարձություններին, գիտեք, Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը տեղի ունեցավ, դրանից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ու միանշանակ ինչ որ բաներ պայմանավորվել են, որոնց մասին չի խոսվում, բայց մենք փորձում ենք եւ ինչ որ չափով նաեւ կարողանում ենք հասկանալ թե ինչի մասին է եղել խոսքը, թե հեռախոսազրույցի ընթացքում եւ թե Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում, քանի որ տարբեր հայտարարություններ կան եւ կան որոշ հրապարակումներ մամուլից, այդ ամենը իրար հավաքելով ստանում ենք որոշակի պատկեր։ Սակայն նախքան դա մի փոքր անդրադառնանք Հայաստանում տեղի ունեցողին, երեք հանրահավաք էին կազմակերպել Սամվել Կարապետյանի աջակիցները, տարբեր ուժեր էին այնտեղ ներկա, դաշնակցությունը, եկեղեցին, եւ մենք տեսնում ենք, որ այդ հանրահավաքները ընդհանուր առմամբ շատ մեծաքանակ բնույթ չեն կրում, չնայած որ փողի խնդիր չկա, բայց նույն ժամանակ մարդու խնդիր ունեն եւ չեն կարողանում մեծ քանակությամբ մարդ հավաքել։ Մենք մեր YouTube-յան ալիքում շատ անգամ մի քանի անգամ ավելի շատ մարդ ենք կարողանում հավաքել մեզ լսող, քան իրենց հանրահավաքներում այդպիսի մեծ ահռելի ռեսուրսներ կուտակելով։ Այսինքն մեծ հաշվով մտահոգվելու ոչինչ չկա, այդ ընդդիմության ռեսուրսները սպառված են, նույնիսկ տխուր է, որ Հայաստանում այդ աստիճան թույլ ընդդիմություններ կան։ Մի կողմից կարող է նաև ուրախալի է, որ հենց կոնկրետ այդ ուժերը այդ իրավիճակին են, քանի որ նրանց մոտեցումները պետության ապագայի շուրջ մեզ ծանոթ են, բայց ընդհանուր առմամբ, երբ որ ընդդիմությունը չի կարողանում այդքանից ավել մարդ հավաքել, գոնե 2-3 անգամ ավել, ինչքան որ հավաքել էին, դա արդեն տխուր է երկրի համար։ Այսինքն տվյալ երկրում ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունի։ Այսինքն մտահոգվելու որևիցե առիթ չկա, որ այդ ուժերը հանրահավաք են անցկացնում, այդպիսի փոքր թույլ հանրահավաք մեծ գումարներով, մտահոգվելուն այն է, որ նորմալ ընդդիմություն չկա Հայաստանում, նորմալ ընդդիմություն, որը որ կկարողանար հավաքել դրանից շատ մարդ։ Այսքանը Հայաստանի մասով ուղղակի կարող եմ մեկ բան էլ ավելացնել, որ երեք տելեգրամյան ալիքներից մեկում ոչ հայկական ավելի շատ Ուկրաինայի հարցերով կենտրոնացող տելեգրամյան ալիքներից մեկում տեսա մեկ հետաքրքիր տեղեկություն Հայաստանի մասին, ու այստեղ չէի տեսել, բայց այդտեղ տեսա, միշտ էլ ճշգրիտ տեղեկություններ են տալիս, ուղղակի աղբյուրն եմ նշում դրա համար, եւ այդտեղ ասված է, որ Հայաստանի արտգործ նախարարությունը որոշում է կայացրել, որ մոտակա ժամանակներս պետք է դիմի Եվրամիությանը անդամակցության հարցով, այսինքն դիմելու են Հայաստանից, որպեսզի տեխնացուի կարգավիճակ ստանան եւ հետո դառնան Եվրամիության անդամ։ Դա մեծ ճանապարհ է, դիմումը կներկայացնեն, Եվրամիությունը իր պահանջները կներկայացնի եւ այդ ճանապարհային քարտեզով Հայաստանը առաջ կշարժվի բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելով, հետո կարող է տրվի արդեն տեխնացուի կարգավիճակ, բոլոր երկրները պետք է կողմ լինեն այդ որոշումներին եւ հետո արդեն նոր կմոտենանք անդամակցության հարցին։ Այսինքն ինչպես որ եղավ Վրաստանի պարագայում, կամաց երկիրը մոտեցավ եւ դարձավ տեխնացու երկիր, բազմաթիվ բարեփոխումներից հետո, ճիշտ է հիմա գիտեք, այդ ամենի շուրջ ինչ իրավիճակ է, բայց ես նախորդի մասին եմ ասում, նախկինում ինչ որ արվել էր Վրաստանում, այսինքն այդ փորձից ելնելով պարզ է, որ Հայաստանում եւս բազմաթիվ եւ լուրջ բարեփոխումներ պետք է տեղի ունենան, եւ հետո այդ բարեփոխումների գնահատումով նոր կարող է Եվրամիության երկրները տան տեխնացու երկրի կարգավիճակ Հայաստանին։ Վիզաների ազատականացում տեղի ունենա եւ հետո արդեն կոնկրետ սկսվեն բանակցությունները անդամակցության շուրջ Վրաստանի հետ, ինչպես գիտեք, չսկսվեցին այդ բանակցությունները կոնկրետ անդամակցության շուրջ։ Այսինքն ես փորձում եմ ներկայացնել այն ճանապարհը, որը որ Հայաստանը պետք է անցնի եւ դա արագ ճանապարհ չէ, բազմաթիվ խնդիրներ կառաջանան, խոչընդոտներ, սակայն նույն ժամանակ անհնարին չէ
այդ ճանապարհը շատ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը ակտիվ աշխատելու պարագայում ստանա տեխնացուի կարգավիճակ։ Ինչ վերաբերվում է միջազգային հետաքրքիր տեղեկություններ մենք ստանում, օրինակի համար մենք խոսեցինք, չէ, որ Հնդկաստանը 50%-ով կրճատում է ռուսական նավթի ձեռքբերումը, այդ մասին հաղորդում է Reuters-ը, այս Թրամփի ընդհանրապես կարող է հրաժարվեն ռուսական նավթից եւ այդ ամենի ֆոնին ռուսական նավթի գները կտրուկ անկում են ապրել։ Հնդկաստանի արտգործնախարարությունը չի հաստատում, բայց չի էլ հերքում, այսինքն ինչ-որ մի բան հաստատ որոշել են, դա միանշանակ է։ Թրամփը նույնպես չի ստում, ինչ-որ բան պայմանավորվել է Նարենդրա Մոդիի հետ, եւ դա եւս շատ բան է փոխում ընդհանուր գլոբալ աշխարհակարգի մեջ, եթե Հնդկաստանը կրկին անցնում է ամերիկյան հովանու ներքո, փորձեցին Հնդկաստանի հետ խաղեր տալ, Ռուսաստանի հետ երևի չստացվեց։ Երևի հասկացան, որ այստեղ պրինցիպների հարկ չէ, պետք է առաջնորդվեն իրենց ազգային ու պետական շահերով, ես ասում եի, որ Հնդկաստանի ազգային եւ պետական շահը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լինելն է, քանի որ մեծ հակառակորդ է իր համար Չինաստանը։ Եվ երևի կամաց ուշքի են գալիս եւ դրա համար հրաժարվում են ռուսական նավթից եւ դա շատ է բան է փոխում աշխարհում։ Նաեւ ռազմական դաշտում կարող է շատ բան փոխել։ Մենք հիմա դրան կգանք, այս դիտմամբ եմ այստեղից սկսում եւ պատահական չէր, որ Թրամփի եւ Պուտինի միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ։ Գիտեք, 2 օր առաջ նրանց միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ, չեմ հիշում անդրադարձանք թե չէ, բայց հիմա անդրադառնալու առիթ կա։ Պայմանավորություն ձեռք բերվեց Հունգարիայում հանդիպման մասին, ճիշտ է ռուսական կողմը էլի է ձգձգելու այդ հանդիպման վերաբերյալ, բայց Թրամփը հույս ուներ, որ 1 շաբաթից տեղի կունենա, բայց բարձրանում է, որ 2-3 շաբաթ կարող է տևել, մինչև այդ հանդիպումը տեղի ունենա։ Հետաքրքիրը որն է։ Ինչ են խոսել Թրամփը եւ Պուտինը Զելենսկու այցից առաջ եւ հետո ինչ են խոսել Զելենսկին եւ Թրամփը։ Պարզվում է, որ տարբեր պարբերականներից, տարբեր հայտարարություններից մենք հասկանում ենք եւ պարզվում է, որ Պուտինը մի փոքր հետքայլ է կատարել, շատ խորամանկ հետքայլ, եթե նախկինում պահանջում էր Դոնբասը ամբողջությամբ, Զոպորոժյան եւ էլի մի քանի շրջաններ Ուկրաինայի մասամբ, ապա հիմա ասում է, որ եթե Դոնբասը ամբողջությամբ Ուկրաինան զիջի Ռուսաստանին, ապա իրենք պատրաստ են մնացած բոլոր շրջաններից դուրս գալ։ Դա մեծ ոգևորությամբ է ընդունել Դոնալդ Թրամփը, եւ սա է պատճառը, որ հիմա արդեն խոսակցությունները տամագավ հրթիռներ տրամադրելու մասին ավելի կարելի ասել նվազել են եւ Թրամփը հիմա արդեն մտածում է, որ կարող է արագ կարգավորել կրկին այս պատերազմը ու չզինել Ուկրաինային։ Հիմա դրա համար Զելենսկին երբ որ այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ, մենք տեսանք արդեն այլ ոճի հայտարարություններ եւ Զելենսկին էլ ասում է, որ ամեն դեպքում պետք է պատերազմը դադարեցվի, այնտեղ որտեղ որ զորքերը կան, մենք համաձայն ենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է երաշխիքներ տան, շատ լուրջ ավելի երաշխիքներ, որ այդ պատերազմը չի սկսվի։ Այսինքն կոնկրետ խոսակցություն կա ինչ որ բանի շուրջ, ինչ որ պայմանավորվածությունների շուրջ, որ Զելենսկին նման հայտարարություններ անում, հակառակ պարագայում ինքը օթիտ չէր անի նման հայտարարություններ։ Նրանց բացի Զելենսկին ավելացնում է, որ Ռուսաստանը վախենում է տոմոգավ հրթիռներից եւ նրա կոմբինացիայից ուկրաինական հրթիռների հետ։ Եվ դա եւս փաստ է։ Դա եւս փաստ է ու դա եւս ազդում է արդեն բանակցությունների վրա։ Այսինքն Հնդկաստանի հրաժարումը ռուսական նավթից, ռուսական էներգետիկ համակարգի գների անկումը, Ռուսաստանի տնտեսության խնդիրները, առաջ խաղացման հետ կապված լուրջ խնդիրները, որը որ ունի Ռուսաստանը, եւ այս տրամագավ հրթիռների տրամադրման հարցը, ինչպես նաեւ Ուկրաինայի նոր հրթիռների հայտ գալը, գիտեք, ֆլոմինգո հրթիռների մասին է խոսքը հիմնականում եւ ավելի ժամանակակից անօթաչու թռչող սարքերի դա Ռուսաստանին հուշում է, որ իրենք պետք է գնան զիջումների։ Համենայն դեպս հայտարարություններ կան ներքին
գաղտնի այդ մասի, բայց որքանով իրականում պատրաստ է Ռուսաստանը գնալ նաև զիջումների, դա էլ չգիտենք։ Այսինքն կարող է եւ խոստանում են Թրամփին այդ զիջումները, բայց իրականում էլի փորձում են ինչ-որ խաղ խաղալ։ Այդ Զելենսկին ասում է, որ հիմնական ստիպող ուժը Ռուսաստանը գնա զիջումների, դա տամագավ խրթիռների տրամադրման հարցն է։ Եվ այդ Զելենսկի Թրամփը չի ասել ոչ լավ, ոչ վատ բան տամագավների մասով, այսինքն կոնկրետ ոչինչ չի ասել։ Թրամփն էլ երևի սկսեց կրկին սպասել այդ հանդիպմանը։ Հունգարիայում տեղի ունենալիք հանդիպմանները վերջին հույսն է, բայց Թրամփն էլ է փոխվել։ Թրամփն էլ է հասկանում, որ Պուտինը իրեն երկար խաբել է։ Դրա համար Զելենսկին ոչ խոստանում է տոմոգավ խրթիռներ, բայց ոչ էլ նույն ժամանակ մերժում։ Մենք 2 օր առաջ խոսում էինք այն մասին, որ Թրամփը խոսում էր նոր գումարներ հայթայթելու մասին, որպեսզի Ուկրաինային տրամադրեն արդեն, որպեսզի Ուկրաինան կարողանա անցնել հակահարձակման։ Իրականում ստացվում է այնպես, որ Թրամփը կարողացավ սեղմել ինչ-որ միտեղ Պուտինին, Ռուսաստանի տնտեսությանը եւ ոչ միայն տնտեսությանը, եւ դրա համար Պուտինը հիմա ցույց է տալիս, որ գնալու է զիջումների։ Սա է ընդհանուր խաղը, եւ սրա մասին է, որ ուզում էի ձեզ հետ խոսել։ Հետաքրքիր հայտարարություն է արել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը Ուկրաինայի մասով, նրանք անընդհատ կապի մեջ են Զելենսկիի հետ, հանդիպումներից Թրամփի հետ իրենք մեծ ուշադրությամբ են հետևում եւ ոչ միայն ուշադրությամբ, նրանք նաև այնպիսի տեղեկությունների են տիրապետում, որոնց որ մենք չենք տիրապետում, եւ Ստարմերի խոսքերով Գազայում տեղի ունեցած այդ հրադադարի նման ինչ-որ պայմանավորվածություններ պետք է տեղի ունենան նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւս հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նա ասում է, որ շատ երկար հեռախոսազրույց է ունեցել եւ համոզվել է նրանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցը Զելենսկի այնպես չի անցել, ինչպես որ ցանկանում էր Զելենսկին եւ ինչպես որ ցանկանում էին եվրոպական երկրները, նույն Գերմանիան։ Ու ասում է, որ այդ ֆոնին պարզ է դառնում, թե որքան կարևոր է եվրոպական աջակցությունը Ուկրաինային։ Այսինքն Մերցի հայտարարությունից մենք հստակ հասկանում ենք մեկ բան, որ ինչ որ ցանկանում էր Զելենսկին այդ հանդիպման ընթացքում Զելենսկին դրան չի հասել։ Ճիշտ է, Թրամփը այս անգամ գովել է Զելենսկին, կոմպլիմենտներ է արել, ընդհանուր առմամբ կարծես թե վատ չի անցել հանդիպումը, այն աստիճան լարված չի եղել, ինչպես որ մի անգամ եղավ Սպիտակ տանը, բայց ընդհանուր լարվածություն եղել է։ Թրամփը ավելի ճկուն է համեմատաբար գտնվել եւ օթից կախել է տամագավ տրամադրելու հարցը, Ուկրաինային նոր օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Պուտինը խոստացել է գալ Հունգարիա եւ խոստացել է, ինչպես արդեն ասեցի, ես հակված եմ այդ մտքին եւ հավատում եմ այդ բոլոր հրապարակումներին, որ միայն Դոնբասով ինքը կբավարարվի եւ դուրս կգա Ուկրաինայի մնացած տարածքներից։ Այսինքն արդեն ինքը չի խոսում Ուկրաինայի անկախության մասին, որ ինքը ուզում էր կուլ տալ Ուկրաինան չպետք է անկախ երկիր լինել, այսինքն զիջումների է գնացել Պուտինը այդ հերախոսազրույցի ընթացքում ամեն ինչ այդպես է ցույց տալիս, բայց իրականում Պուտինը գնալու է թե չէ զիջումների, չեմ կարող ասել, բայց որ արդեն հերախոսով գնում է այդպիսի զիջումների, ճիշտ է այդ մասին կրկնեմ շատ քիչ է խոսում, բայց վստահ եմ որ հենց այդպես էլ կա, դա նշանակում է որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը եւ ոչ միայն տնտեսությունը շատ բարդ իրավիճակում են հայտնվել եւ Թրամփը կրկին հակված է սпасել մի քանի շաբաթ կամ 1 ամիս, մինչև արդեն կայացնի շատ ավելի լուրջ որոշումներ։ Այնպես չէ որ Թրամփն է դրա համար չի կարող։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է։ Ինչքան էլ տարօրինակ հայտարարություններ արվեն, նրա կողմից տարօրինակ քաղաքականություն վարվի, միևնույն է Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ երկիր է, տարբեր հզոր ինստիտուտներով եւ միանշանակ Թրամփին ճիշտ խորհուրդ տվողներ շատ կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ներսում հատուկ ծառայություններից, զինվորականները եւ բոլորը միասին քաղաքական գործիչները Թրամփին կօգնեն ավելի ճիշտ կողմնորոշվել եւ արդեն ինքը ճիշտ է կողմնորոշվել եւ դրա համար ասում եմ այս մի քանի շաբաթները կամ 1 ամիսը վճռորոշ կարող է դառնալ առանց չափազանցնելու
Ուկրաինայի, ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքի մասով, կամ կդադարեցվի այս պատերազմը, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն շատ ավելի լուրջ ձևով, լուրջ զինատեսակներով զինել Ուկրաինային եւ ավելի մեծ ճնշումներ գործադրել Ռուսաստանի տնտեսության վրա։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։